Դիտեք սա, հետո կասեմ։ Դատական որոշում կա միայն Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Կարծում եմ խիստ է։ Ամբողջ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Եվ այդ տեսակետից միգուցե դուք զարմանաք, բայց ես կարաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց իրենք ասում են փետերով խփել։ Հա, 10 փայտ կամ 20 փայտ տիպոտավորել։ Որտեվ այդ հանցանքը ոչ այնա անպատիժ թողես, ոչ էլ այնա բանտ նստացնես։ Եվ կարծում եմ մեր շատ ամբողջ խոսողները, եթե իմանային, որ նման պատիժ գոյություն ունի, հա, ճիպատավորում, կխուսափեին դրանից։ Որտեղ մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ 15, մյուս անգամ հրապարակային ճիպատավորում, ոնց է դրանից հետո քո քաղաքական հայացքներ արտահայտելու։ Բարդ է։ Հայաստանում խոսքի ազատություն չկա։ Նախկին իշխանություններին մեղադրել են տարբեր արարքների մեջ։ Ես կուզեմ նշել դրանցից մեկը՝ վաստակավորի կոչում շնորհելը։ Պարոնեք, դուք վաստակավորի կոչում շնորհել եք մեկին, ով արժանի չէ վաստակավորի նույնիսկ վտարին՝ Ռուբեն Բաբայան, տիկնիկային թատրոնի տնօրեն եւ ղեկավար։ Այս պալատական ներքինին այսօր Պետրոսի մոտ հյուր լինելով առաջարկում էր մարդկանց հասցնել մտրակի կամ ճիպոտի հարվածներ։ Նա ասում է, որ Միքայել Սրբազանի պատիժը խիստ էր եւ պետք էր նրան ճիպոտի հարվածներ հասցնել 10, 20 կամ 30։ Ռուբեն Բաբայան, ես քեզ վստահեցնում եմ, երբ որ հաջորդ իշխանությունների օրոք ներմուծվի Իրանից կամ մնացած այլ տեղից, ներմուծվի մտրակի հարվածների պատժամիջոցը, դու կզրկվես քո բոլոր կոչումներից եւ կստանաս մտրակի 10, 20 կամ 30 հարված քո ամբախ զամբախ խոսալու համար։ Պալատական ներքինի ես, պալատական նաժիշտ ես, մնա որպես պալատական ներքինի կամ նաժիշտ։ Դու նույնիսկ արժանի չես Միքայել Սրբազանի կամ մնացած հոգևորականների կոշիկները լիզելու։ Եվ դու պատասխան ես տալու քո բոլոր ասածների համար։ Ես քեզ վստահեցնում եմ դա։